Բարև ձեզ հարգելի ռադիոլսողներ եւ ռադիոդիտողներ, 106.5 եթերում փոքր միջին ձեռնարկատիրության ասոցիացիայի հեղինակային հարկեր դուրքեր կրքեր հաղորդաշարն է, ես Հակոբ Ավագյանն եմ, ասոցիացիայի նախագահ։ Այսօր շատ պատվարժան հյուր ունենք, պարոն Վարդան Արամյան, ֆինանսների նախկին նախարար, հանրային ֆինանսների կառավարման միջազգային խորհրդատու, ելի ստատուսներ կա, պարոն Արամյան, ձեր թույլտվությամբ ասում եմ բոլորը չթվարկեմ, բարև ձեզ։ Բարև ձեզ։ Շատ շնորհակալ եմ, որ ձեր բազմազան գրաֆիկում տեղ գտաք մեզ համար։ Պարոն Արամյան, իրականում այդպես մեր նախազրույցում ես ասացի, որ այս հաղորդումը ավելի շատ ուղղված է հենց փոքր միջին բիզնեսի իրազեկվածության բարձրացմանը, բայց փառք Աստծո, որ մեր հաղորդման դիտողների շարքում են նաև փորձագիտական համայնքը, ովքեր էլի հենց այդ հարկեր դուրքեր այդ ձևաչափում ու ասենք ընդհանրապես այդ կոնտեքստում ասելիք ունեն, խոսելիք ունեն, ու մենք փորձում ենք մեր հաղորդման շրջանակում նաև մի քիչ մասնագիտական, բայց ոչ շատ ակադեմիական լեզվով խոսել ու քննարկել խնդիրներից, ինչու՞ չէ նաև հնարավորություն է այս խողովակով նաև առաջարկներ հնչեցնել։ Այո։ Ձեր թույլտվությամբ մենք վերջին անգամ հենց հանդիպեցինք Համաշխարհային բանկի հրապարակված զեկույցում Հայաստանի տնտեսական զարգերակ, ունտեղ շատ հետաքրքիր նաև ենթավեռնագիր կար, ավելի արդար շուկաներ, հանուն ներառական աճի։ Ես սրան կանրադառնամ, որտեղ այս ներառական բառը, եթե կհիշեք, շատ քննարկվում էր 2018-ին գործող իշխանության առաջի կառավարության ծրագրերում, այս բառը շատ էր խոսվում, այս վերջերս ցավոք սրտի ավելի քիչ է դրա մասին խոսում, բայց դրանով հաջորդիվ։ Ես մի քանի թվեր եմ հանել հենց զեկույցից, նախ ուզում եմ եւս մեկ անգամ առիթ օգտագործել ու շնորհակալություն հայտնել Համաշխարհային բանկին, մասնագետներին այս զեկույցի համար։ Ինքս հասկանում եմ, որ միջազգային կառույցները ունեն սահմանափակ որոշակի, երբեմն ասենք իրանք պահում են իրենց այսպես կոշտ արձագանքներ չեն տալ, շատ փափուկ ու ավելի շատ ռեկոմենդացիաների ձևով են ասում եւ հաշվի առնելով, որ նրանք հիմնականում կառավարությունների գործընկերներն են, փորձում են այդ ռեկոմենդացիաները ավելի փափուկ հնչեցնել, բայց մեզ համար էլ որպես տեղական փորձագետներ տարբեր մակարդակների շատ օգնում է, երբ որ դու ասում ես նայեք այսպիսի փորձագիտական ներուժով մարդիկ այսպիսի հաշվարկ են արել եւ այն, որովհետեւ ցավոք սրտի ինքներդ էլ գիտեք մեր եթերներում շատ դեպքերում, երբ որ նույնիսկ փորձագետը փորձում է անկախ ապա քաղաքական ինչ-որ բան ասել, շատ ավելի հեշտ է նրան ասել նախկին քաղաքական եւ այլն, հա։ Բայց ունենք այն ինչ որ ունենք։ Ուզում եմ անդրադառնալ, պարոն Արամյան, հենց այս զեկույցում մեծ անդրադարձ կա սննդամթերքի մանրածախ առևտրի ոլորտի կենտրոնացումը, այդտեղ էին շատ հետաքրքիր հայերեն սահմանում էին տվել շուկայական իշխանություն, տենց փորձել էին այդ մենաշնոր բառ կամ մոնոպոլ բառեր եւ այլն չօգտագործել, կենտրոնացում, այո, կենտրոնացում ավելի շատ, այո։ Ինչ է ստացվում, որ համացություններ էին արել 23 ու հիմնական 24 թվականին, որ մեր մանրածախ սննդի ոլորտում, ասենք 4 առաջատար, այսպես ասած, ցանց կան, սուպերմարկետների ցանց կան, որոնք այսպես ասած 46%-ն են ապահովում, իսկ սննդի այդ ոչ միայն սննդի, ընդհանուր մանրածախի, իսկ միայն սննդինը 32.7% է։ Համեմատելի երկրների հետ էին վերցրել, որ դա համեմատելի երկրներում 18.9% է։ Այո։ Իսկ Երևանում այս պատկերը ավելի վատն է, էլի, սա եմ ուզում հնչեցնել, որ 66% է հենց սննդինը, այսինքն կենտրոնացում է այդ 3-4 ցանցերի մոտ, իսկ դրանցից մեկը ամբողջ այդ ցանցի օրինակ վերցնում է 43.6%-ը։ Սա ինձ թվում է շատ այնց լուրջ կարմիր լույս է ու վտանգ է բոլոր իմաստներով, կուզենամ նաև դուք հենց սա մեկնաբանեք տնտեսության համար ու բնականաբար մենք հետո կխոսենք նաև փոքր ու միջին բիզնեսի համար։ Նախ Հակոբ ջան, ուզում եմ ողջունեմ ձեր նախաձեռնությունը եւ այս հաղորդաշարը, կարծում եմ, որ մենք խոսենք այն խնդիրներից, որը որ հատուկ ֆոկուսված է մի ուղղության վրա, ընդ որում փոքր ու միջին բիզնեսը դա, ես միշտ ասում եմ, դա տնտեսության ծարգերակն է եւ որտեվ դրանից է հետո առաջանում, եթե դու չունես
փոքր միջին բիզնես սեգմենտ, որը աճի հնարավորություն ունի, այսինքն դու կարծես թե դա նմանվում է, որ օրորոցում դու մանուկին խեղդում ես եւ թույլ չես տալի, որպեսզի իսկ այն մեծերը ավելի են մեծանում, բայց բնականաբար այդ մեծերը հետագայում խնդիրներ են առաջացնելու քեզ համար, հա։ Ինչ վերաբերում է համաշխարհային բանկին, իրականում ողջունելի է, ես ինքս շատ ուշադրությամբ ընթերցել եմ այդ զեկույցը, այնտեղ կան կարևորագույն մեսեջներ։ Դուք դրանցից մի քանիսը նշեցիք, բայց ընդհանուր ասենք ինչ է ասում համաշխարհային բանկը։ Առաջին մեսեջը ասում է ժողովուրդ, դուք ունեք բարձր աճ, ընդ որում այդ աճը կարծես է ձեզ մոտ կայուն չէ։ Դուք ունեք այն աճը, որովհետև դա պայմանավորված է հիմնականում արտածին գործոններով, որի մասին բազմաթիվ փորձագետներ գնում են։ Հետո ինքը այդ մակրոմակարդակից իջնում է ներքև։ Երկրորդ կարևոր մեսեջը, որը շատ նրբին ձևով է ասում ձեր արտաքին մրցունակության եւ ներքին մրցունակության հետ կապված խնդիր կա։ Արտաքին մրցունակությունը ինքը մեկ գրաֆիկ է բերել այդտեղ իրական փոխարժեքը, հա, որը որ ընդամենը 1 տարի է որ առանձնվում, բայց ուշադրություն ենք դարձնում 22 թվականից այս կողմ ինքը արժևորվում է եւ սա հարված է մեր տնտեսվարողների մեծ թե փոքր, որոնք որ արտահանման են զբաղվում, ես դրա մասին եք ասեմ, ներքին իրական փոխարժեքի մասին չի խոսում, բայց դրա մասին ես ասեմ, որովհետեւ այդ արտաքին իրական փոխարժեքը, ներքին իրական փոխարժեքը, որպեսզի մեզ ընկերողները լսեն, դա հարաբերական գներն են, ոչ արտանելի հատվածի, արտահանելի հատվածի նկատմամբ, հա, երբ որ օրինակ, ասենք ռեստորանային բիզնեսը, որը որ տրադիցիոն, եթե դու տուրիզմի գերազանցության կենտրոն չես, քեզ մոտ այդ ոլորտը սկսում է շահութաբերությունը շատ ավելի արագ աճել, նա սկսում է խժռել, կլանել, քաշել ռեսուրսներ արտահանելի հատվածի, եւ սա ասում են, դա նշանակում է, որ հարաբերական գները ոչ արտահանելի ավելի արագ է աճում, քան թե արտահանելի, որտեղ պահանջարկը այնտեղ է, նույն կապիտալ շինարարություն եւ այլ։ Սա վտանգավոր է, այդ երկու բաների մասին խոսում եմ։ Հետո իջնում է ավելի միկրոմակարդակ, որը կարծում եմ մեզ համար պետք է ահագնացող լինի։ Դա մրցակցային իրավիճակն է եւ դրանից ածանցված արդեն խոշորներ եւ փոքրներ հարաբերությունն է։ Գիտեք, տնտեսագիտական ակադեմիական աշխարհում կան մի քանի ցուցիչներ, այսպես այդ ջերմաչափեր, որոնք որ առաջի ազդակն են տալի։ Ես միշտ համեմատում եմ տնտեսությունը, դա օրգանիզմի նման մի բան է, Հակոբ ջան, որովհետեւ եթե տնտեսության մեջ ինչ որ մի բան այն չէ, ինչ որ ցուցիչներ իրենց բնականոն վիճակից փոխվում են, հա, դա հիմնականում անվանական փոփոխականներն են, դա գնաճն է կամ գների մակարդակն է, դա տոկսադրույքներն են եւ փոխարժեքը։ Այնպես պետք է անհանգստացնող լինի, այդտեղ մենք տեսնում ենք, որ կենտրոնացվածությունը բարձր է, բայց այնտեղ կա նաեւ վերլուծություն, նաեւ գների Ես դրան կգամ, պարոն Արամյան, իրականում այո, ճիշտ եք ասում, այնտեղ կտոր կա, որ ասում է նաեւ այս կենտրոնացումը բերում է նրան, որ գների իջնելը կամ բարձրանալը իրական սպառողին։ Եվ դա ինչ է նշանակում մեր համար։ Մեր նման քաղաքացուն ու շատ է հասնում կամ երբեմն չի էլ հասնում։ Հիմա տեսեք, դա տնտեսագիտական ակադեմիական աշխարհում դա ինչ է նշանակում։ Դա մի քանի կերպով է խոցում մեզ։ Վերջիվերջո ցանկացած տնտեսական երևույթի կրողը լինում է սպառողը եւ հասարակությունը, որովհետեւ երբ որ մենք խոսում ենք բարեկեցության մասին, երբ որ մենք խոսում ենք, դուք նաեւ ասացիք Հակոբ ջան, մարդկանց զարգացման մասին, այս ամենի հետևում մենք պետք է խոսենք, որ վերջիվերջո մարդկանց կյանքը, հասարակության կյանքը բարելավում է, թե չէ, եւ այդ արժե շղթան ինքը ոնց է խանգարում, ասենք այդ իրավիճակը ոնց է խանգարում։ Առաջին խանգարող վիճակը դա բարձր գներն են հարաբերական, որ մեր սպառողը հարաբերականորեն շատ ավելի բարձր է վճարում, հենց այդ նույն համակենտրոնացման պատճառով, որտեղ մրցակցությունը թույլ է, որտեղ խոշորները գին են թելադրում, որտեղ այդտեղ կա նաև, եթե խորանանք, կարող է նաև լինեն նաև օլիգոպոլիկ դրսևորումներ։ Օլիգոպոլիաների, դե գիտեք, օլիգոպոլիաների մոդելներ կան, Կուրնոյի մոդել կա, Բերտրանի, կան Ստագելբերգի խաղի ես կարծում եմ, որ հենց Կուրնոյի մոդելով են աշխատում այդ խոշոր ձեռնարկությունները, որոնք որ գին են թելադրում ոլորտում։ Իսկ դրա արդյունքում լինում է, որ քո սպառողը վճարում է ավելի բարձր գին, քան իրականում նա կարող էր վճարել։ Հաջորդ հարցը, իսկ ում է վճարում։ Այդ խոշոր խաղացողները, որտեղ նրանք են գին թելադրողը։ Այստեղ Ստագելբերգի խաղի կանոնը, եթե մենք նայենք, որը միկրոէկոնոմիկայի իմ սիրած Կուրնոյի փոփոխված տարբերակն է, հա, հիմնական բենեֆիտ, հիմնական շահումները վերցնում է
խոշորը։ Այդտեղ գալիս է արդեն կառավարության քաղաքականության հարցը, որովհետև եթե մենք ուշադրություն դարձնենք ակադեմիական աշխարհում բազմականին շատ վերլուծություններ կան, որն է համար առաջի մարտահրավերը տնտեսական քաղաքականություն մշակողների եւ վարողների համար։ Դա այն է, դա ամբողջ աշխարհում է այդպես, որ միավոր տնտեսական աճից շատ ավելի շատ օգտվում են թե հասարակություն, թե բիզնես, հա, միջին եւ բարձր եկամուտով մարդիկ եւ նաեւ խոշոր ընկերությունները, քան թե փոքրները, միավոր տնտեսական աճից։ Հենց դրա համար էլ կառավարությունը կատարում է ինտերվենցիաներ իր ծախսային քաղաքականությունով, իր հարկային քաղաքականությունով, ինչու, որովհետեւ եթե նա այս վերաբաշխմանը չդիմակայի, չփորձի նյութեն խոշորներից ավելի շատ հարկել եւ բեռը տեղափոխել, փորձի փոքր միջին բիզնեսին այստեղ արդեն որպես ֆինանսների նախկին նախարար, որտեղ կարևոր բառերից մեկը ասեցիք, բայց էլի վերադառնալու եմ պարոն Արամյան, այս զուտ էս գնահատականը էլի կուզենամ տակ, բայց այդ որ ասում եք բաշխում վերաբաշխման են ամենապարզագույն կանոնն եք ասում, որոնց գործիքակազմներից ամենաառաջինը մտքներից որ գալիս է դա հարկային քաղաքականությունն է, հա, խոշորներին վրացիք հարկի ավել կամ բան չէ, ասենք գերշահույթ եւ հազարատ մոդելներ կա, բայց ուզում եմ ձեզ հիշեցնել, որ հակառակը տեղի ունեցավ, շահութարկը իջեցրեց կառավարությունը 18%, 20-ից 18%, փոքր բիզնեսին հակառակը շրջանառության հարկը բարձրացրեց, հավասարացրեց համարյա թե հիմա իր բարդությամբ շրջանառության հարկը նույնիսկ տեղեր կա շահութարկից ավելի դժվար է, որովհետեւ սա ընդունում եմ ծախս եւ այլն, ոչ թե տենց անիրականանալի է, այլ շատ բարձրաբանման տեղիք տվեց, որովհետեւ նրա լոգիկան լրիվ ուրիշ բան է, սրան լրիվ ուրիշ։ Հիմա ըստ ձեզ սա այս նման զեկույցները վստահ եմ, որ նրանց սեղանին էլ կա քաղաքականություն մշակողների սեղանին էլ, չնայած իմ համար զարմանալի էր, որ տնտեսական մրցակցության հանձնաժողովը չկար այդ հանդիպմանը, որտեվ ինչպես դուք ասացիք, գլխավոր մեսիջները նաև այդ մրցակցության մասով էր, էլի։ Հիմա այդտեղ ինչու է տենց քայլ արվեց։ Լոբինգն է ավելի ուժեղ, բարձ լեզվով ասեմ, թե բանը։ Հարկային քաղաքականության մասով Հակոբ ջան, ես ուզում եմ ասեմ, որ մենք 17 թվականին, 16-17 թվականին մեկ վերլուծություն կատարեցինք, իդեպ ես պետք է մի փոքր տարտանջալով նշեմ, որ ներկա դրությամբ կարծես թե որոշումները կայացնում են առանց տակը դնելու խորը վերլուծություն։ Դա մշտական կռիվն է, որ մենք իրականում ժամանակին տեսեք, այդ վերլուծությունը կա, որովհետև իմ մակրովարչությունը դրանով զբաղվում էր, թե ինչն է խնդիրը եւ մենք հակային քաղաքականության գլոբալ առումով, հա, ինչ պետք է անենք։ Ֆինանսային նախարարությունը հասկանում եք Հակոբ ջան, ինքը ունի չի կարող հազարատ մանդատ ունենալ, ինքը պետք է ֆոկուսվի իր մանդատի վրա, դա գլոբալ հարկային քաղաքականություն։ Համաձայն մրցակցությունը իր դաշտում չի, դրա համար հենց ասեք հարկային նախարարությունն է, հասկանում եք, այնտեղ պետք է նրանք բավականին եւ այդ բանավեճից, այո, այդ բանավեճից պետք է ճիշտ արդյունքը դուրս գա, որովհետեւ տեսեք, հարկային քաղաքականության մեջ նախ ասեմ մենք այն ժամանակ ինչ ասացինք, հետո կասեմ, որ այդ փայտի երկու ծայրերը կամ մեդալի երկու երեսը, հա, նույն շրջարկի հետ կապված։ Այն ժամանակ մենք վերլուծություն էինք կատարում, թե ինչը այն չէ հարկային քաղաքականության մեջ, որն է խնդիրը, որ ներդրումները գնում են շատ ավելի շատ ոչ արտանելի հատված, ասենք բացվում էին 4-5 սուպերմարկետ, բայց ընդամենը մեկ արտանող ձեռնարկություն, հա, ակնհայտ է, չէ, որ տնտեսվարողը ռացիոնալ է, ակնհայտ է, չէ, որ նա շատ լավ հաշվարկում է եւ փողը դնում է այնտեղ, որտեղ քիչ ռիսկային է եւ ավելի մեծ շահագործություն, այո, շատ հետաքրքիր, եթե ուշադրություն դարձնեինք օրինակ միջև 16 թվականը, շատ ավելի արագ տարածվեցին սուպերմարկետների ցանցը խոշոր, քան օրինակ արտանելի հատվածում խոշոր ներդրումներ կատարվեցին։ Իհարկե մեկ խոշոր ներդրումը արտանելի հատվածով կարող է մի քանի սուպերմարկետի շահութաբերություն, բայց ամեն դեպքում կապիտալի տեսանկյունից, ծախսի տեսանկյունից ավելի շատ գնում էր ոչ արտանելի հատվածը։ Մենք տեսանք, որ այդտեղ իրականում հարկային խորհուրդներ կան։ Եվ մենք մոդելները դա ցույց տվեցին, որ իրականում պետք է բեռը, հարկման բեռը ուղղակի առաջարկից տեղափոխել դեպի պահանջարկ, դեպի սպառում։ Ու ակադեմիական աշխարհում էլ է այդպես բանալած, որ ճիշտ է, որ դու ավելի շատ սպառես, հարկես սպառումը, քան թե արտադրությունը։ Արտադրությունը դու պետք է թեթևացնես։ Դրա համար, ասենք, շահութահարկի
նվազում է, իդեպ OECD ՏՂԶԿ անդամ երկրների լավ վերլուծություն կա, որ երկրները կարծես թե այս գործիքով մրցակցում են, բայց դա էլ է վտանգավոր, որովհետև եթե ուշադրություն դարձնենք, ասենք Հարևան Վրաստանում շատ ավելի ցածր է շահութահարկի հետ կապված, առնվազն եւս որ կա այնտեղ, եթե չեմ սխալվում, դիվիդենդի են հարկի։ Հասկանում եք, ասում եմ, եթե երկրները փորձեն մրցակցել ուղղակի հարկատեսակները շատ ավելի իջնելով, վաղ մյուսօրը դու ունենալու ես խնդիր արդեն ֆիսկալ հատվածում, բյուջեի հատվածում։ Դրա համար, բայց ամեն դեպքում, երբ որ դու առաջարկ, այսինքն արտադրական հարկեր ես, դա շահութահարկը եւ եկամտահարկն է քո աշխատողների աշխատուժի վրա, հա, սա դու կարողանում ես ավելի մրցակցային տաս, քան թե օրինակ սպառում, որովհետև սպառումը հարկելը ամեն դեպքում բարձր սպառման կառուցվածքից հարաբերական ավելի ցածր եկամուտով մարդը ավելի քիչ է հարկ տալի, քան թե հարաբերական ավելի բարձր եկամուտով։ Ամեն դեպքում կարելի է, չէ՞, այդ քաղաքականությունը անել նույն այս հաշվի առնելով ու չխրախուսելով այդ ձեր ասած առևտրի ոլորտում դա տեսեք հարկային քաղաքականությունը Հակոբ ջան ընդհանրապես ունի ցանկացած քաղաքականություն ունի երկու մակարդակ ունի մակրո մակարդակ եւ միկրո մակարդակ մակրո մակարդակի հետ կապված ֆինանսների նախարարություն կենտրոնական բանկն է որոնք որ ընդհանուր խաղի կանոններն են սարմանում միկրո մակարդակում պետք է վերլուծություններ անել որ անել ինչ գործիք պետք է տրվի փոքր միջին գործին, որպեսզի դա մի կողմից անգլերեն լավ խոսք է distortion, խեղումներ չմցնի տնտեսության մեջ, որովհետև երբ որ ինքը խեղումներ է մցնում, դու ավելի շատ իրականում դու կարող ես օգուտ տաս խոշորին, քան թե մանրին։ Հենց այդ տեսանկյունից անցում կատարենք շրջարկին։ Ինչ է ասում ակադեմիական աշխարհը շրջարկի մասով, եթե վերցնենք Արժույթի միջազգային հիմնադրամի ու համաշխարհային բանկի զեկույցները, դուք ես ասեմ Արժույթի միջազգային հիմնադրամի բոլոր մասնագետները ասում են, լսեք, արտոնյալ հարկի ռեժիմները կամաց փոքրացրեք, բայց դա չեն ասում, որ օրինակի դնեք ուղակի սրով գլուխը կտրեք։ Հասկանաք, որովհետև դուք այդ կամուրջը պետք է թույլ տաս, որպեսզի փոքր միջին ինքը կարողանա կամուրջով անցնի դեպի նորմալ հարկման դաշտ։ Այնպես ինչպես օրինակ եթե նայում ենք եվրոպական երկրներին, ասենք շրջարկի շեմերը շատ ցածր են, գրեթե մեզանից անգամներով են ցածր, հա, մեզ մոտ 115 միլիոն է, եթե չեմ սխալվում։ Այնտեղ Ավստրիայում, Գերմանիայում դա 35-ից 50,000 դոլար է։ Բայց այնտեղ նայեք, պարոն Արմեն, հիմա մեր խնդիրների մեծ մասը գալիս է նաև այդ ձեր խոսքում էլ ասացիք մենք անդադ ասում ենք այդ ազդեցության գնահատումների իրար լսելու, այսինքն այս պետություն մասնավոր հատված երկխոսությունը ինչու՞ չէ նաև միջազգային կառույցներին լսելու եւ այդ ամբողջից նոր եզրակացություն անելու։ Հիմա նույն այստեղ որ նայում ենք նմանատիպ զեկույցներում նշվում է, ասենք այդ մշտական իմ կռիվն է, էլի, որ գրում են համադրելի երկրներ, բան չէ, հիմա ձեր խոսքում բնական է հասկանում որ բնավ հենց Ավստրիայի հետ չէիք ուզում ես համատեք, բայց ասենք երբ որ ասում ենք բան չի Ղազախստանի հետ չեք համեմատում, հա, տենց եթե վերցնենք, բայց նույնիսկ ոչ Ղազախստանի հետ, ոչ մեր հարևան Վրաստանի հետ մենք համադրելի չենք։ Մենք մեր աշխարհագրական դիրքով, մեր քաղաքական ու նաև քաղաքական տնտեսական կառուցվածքով մենք համեմատելի չենք ոչ մի երկրի հետ։ Երևի համաձայն կլինեք, սկսած նրանից, որ լոգիստիկ խնդիրները մեր ուրիշ են, նույն տնտեսականը, տեսեք, մենք ԵԱՏՄ-ի հետ ուզենք թե չուզենք, հա, անկախ բաներից մենք տնտեսապես ամենակախվածն ենք եւ ամենակարևոր այսօր մեր գործընկեր երկրներն են, հա, բայց մենք ԵԱՏՄ-ի հետ ոչ մի բան հարևան երկիր չենք, հա, ասենք դա էլ է, չէ՞, տենց դրա համար նմանատիպ երկիր չկա։ Այսինքն մենք այո, մենք պետքա լսենք Արժույթի հիմնադրամ, համաշխարհային բանկ, միջազգայինների տված ռեկոմենդացիաները, բայց միևնույնն է, իմ կարծիքով մեր լուծումները պետքա լինեն դե ստանդարտ։ Ես դա համաձայն եմ։ Համաձայն եմ, որովհետև հեղում կատարելով իմ շատ սիրելի պրոֆեսորներից մեկի Դենի Ռոդրիգի, որը Հարվարդի համալսարանի պրոֆեսոր է, ունի մի լավ գիրք, ես դա կարդացել եմ 11 թվականին, կոչվում է One Economy Many Receipts, բոլոր մեզ ունկնդրողները որպեսզի իմանան, Դենի Ռոդրիգը համարվում է զարգացող տնտեսագիտության գուրուներից մեկը։ Այնտեղ շատ կարևոր թեզ կա, Հակոբ ջան, քո ասածն է հիմնավորում, ասում են լսեք, նախ առաջինը դուք պետք է հասկանաք, որ Արժույթի միջազգային հիմնադրամը, համաշխարհային բանկը, նրանք ունեն սահմանափակումներ։ Նրանք չեն կարող ցանկացած ունի իր շահերը։ Նրանք երբ որ ենթադրենք ռոպագանդում են, ենթադրենք լիբերալ տնտեսությունը կամ ենթադրենք ազատական մրցակցային իրավիճակը, ակնհայտ է, որ կան նաև տարբերություններ, օրինակ Հարավային Կորեա, Սինգապուրը գնացել են լրիվ այլ
մոդելներով, ինչու նա չի կարող բոլոր տեղերը նույնը չասել, որովհետև դա կարող է իր վարկունակությանը խփել, հասկանում եք Հակոբ ջան, որովհետև ինքը տարբեր տեղեր նա շատ լավ գիտակցում է դա, բայց մյուս կողմից հենց ձեր ասածն ասում, որ յուրաքանչյուր երկիր նրանք նման են, բայց նույնը չեն, եւ կան բազմաթիվ, մենք օրինակ Վրաստանի հետ նման ենք, մեր տնտեսական, մեկ շնչին բաժանական ռեֆորմների բաների իմաստով, բայց մենակ են, որ իրանց բայց տարբերություններ, իհարկե, նա ունի ենթադրենք ծով, մենք այդ չունենք եւ այլ եւ աշխարհում կարող են գտնել բազմաթիվ երկրներ, որոնք որ մեր նման շատ ավելի մոտիկ են, քան թե Վրաստանը, բայց ամեն դեպքում նույնը չենք։ Դրա համար ճիշտ է Դենի Ռոդրիգը ասում է, դու պետք է լսես, թե նրանք ինչ են ասում, եւ դու you should cook your own cookies, դու քո սեփական թխվածքը պետք է թխես, որովհետեւ իրականում այդտեղ կա նրբին հարցեր, սպეციფიკություններ, որոնք որ դու պետք է հարմարացնես քո տնտեսական իրականության մեջ։ Սա ինչ է նշանակում։ Գիտեք, ես դրա համար եմ ասում, որ մեդալը ունի երկու երես։ Ես ինքս օրինակ արտոնյալ ռեժիմներում մի փոքր կառավարությունում աշխատելու տարիներին նաև ասեմ, որ խոշորը իր տեսանկյունից եւ գիտական, եւ ֆինանսական, եւ ցանցային բոլոր տեսանկյունից շատ ավելի ուժեղ է, քան թե փոքրը միջին, սա բոլորս գիտենք։ Հետևաբար այդ արտոնյալ ռեժիմներից պետքա զգուշավորություն անես, որպեսզի իրոք դրա տակ հասցեատերին հասնի։ Այո, հասցեատերին, որովհետեւ այդ հանրային ռեսուրսները դուք պատկերացեք, ես հիմա օրինակը կբերեմ եկամտային հարկի հետ վերադարձը, որը որ ճիշտ է հանրությանն է բանանում, բայց այդ տեսանկյունից ես միշտ ասում, լսեք, այդ գործիքը, որը ճիշտ է մեր ժամանակի ներդրել, բայց այն ժամանակ մենք հայտարարում ենք, որ դա խիստ ժամանակավոր պետք է լինի, ասեմ ավելին, ոլորտը ակտիվացնել։ Դա գնաց խոշորներին, որովհետև շինարարները դրանք փոքր չեն, մանր-մունրը չի կարող շինարարությամբ զբաղվի բնականային, դա փաստ ենք։ Դա գնաց հիմնականում ոչ արտանելի հատվածին, եւ դա գնաց հասարակության ունևոր խավին օգնելու։ Ընդ որում մենք այսօրվա դրությամբ 102 միլիարդ արդեն ծրագրված 26 թվականի բյուջեով տալիս ենք մենք օգնություն, մինչդեռ այդ գումարները այդ ձեր ասած կարելի է շատ ավելի ճիշտ վերաբաշխել, օգնել փոքր ու միջին բիզնեսին, օրինակ մենք ժամանակին կհիշենք, ես վերջերս նաև ընդուրցում էի Սիվիտայի փոքր ու միջին բիզնեսի զարգացման հետ կապված հայեցակարգային ինչ-որ ռազմավարության նախագիծ, այո։ Այդ նախագծի մեջ շատ հետաքրքիր բաներ բացահայտվեց, ասենք, որ նախ առաջինը ինչից են տրտանջում այդ փոքր ու միջին բիզնեսը, ֆինանսների հասանելիությունն է այդտեղ գիտելիքներ, եւ տեսեք, ֆինանսների հասանելիության ժամանակ մի ժամանակ կար կառույց, որը որ երաշխիքներ էր տալի, օգնում էր, հասկանում եք, որովհետեւ իրականում ազգային կենտրոնը լավ էր, վատ էր, հասկանում եք, որը փակեցինք մենք, բայց փոխարենը չստեղծեցինք մենք որևիցե նոր կառույց, հասկանում եք, իմ թեզը նրանում է կայանում, որ մենք այսօրվա դրությամբ տեսեք ամբողջ մեր բյուջեն, որ նայում ենք, բավականին մեծ օժանդակում ենք մենք եւ հասարակության ունևորին եւ խոշոր բիզնեսին եւ ոչ արտանելի հատվածին։ Համաձայն, եթե օրինակի համար նայում ենք մենք գործիքակազմը, իհարկե կան ծրագրեր, բայց եթե այդ ծրագրերը անվանական առումով հասկանում եք, մի քանի ընդամենը միլիարդ էի համեմատ 102 միլիարդի ունի մի բան այն չէ։ Մենք պետք է գնանք վերաիմաստավորենք, տեսնենք ինչու մենք ավելի շատ չենք կարողանում օգնենք այդ բան, որովհետև գիտեք, կենսաթոշակառումների խնդիրը լուծելը պատի տակ շարել գնդակահարելը չէ։ Դու պետք է փորձես լուծումները գտնես այնպես, որպեսզի բալանսավորված դա լինի։ Իսկ դա իհարկե շատ մեծ տնային աշխատանք է պահանջում, ընդ որում վերջին միտքս էլ ասեմ, Հակոբ ջան, դուք շատ կարևոր թեզ հնչեցրեցիք ձեր խոսույթի մեջ։ Սա տնտեսական քաղաքականության ոսկյա կանոնն է, եթե դու ուզում ես չծախողվել, դա երկխոսությունն է եւ հարթակն է, որքան է դու որ խելոք լինես, միևնույն է դու պետք է անպայման լսես, եթե դու որոշումները կայացնում ես քո կաբինետում, այսինքն չես լսում, կարևոր չէ դու որոշների հետ կարող են համադմիտ լինես, որոշների հետ կարող են համամիջ լինել, բայց պետք է լսես, սա առաջի կարևոր բանն է, որը կարծես թե այդ հարթակը գնալով նահանջում է։
Այսինքն հաճախակի այդտեղ նորից ասում եմ մենք իրական մեր թեմայից մի քիչ շեղվեցինք, բայց կարևոր բան ասացիք, ուզում եմ որ այդտեղ խնդիրը հենց մեր նախկինից այստեղ պետք է ասեմ նախկինը ոչ թե այտենց հայտնի նախկին թեզիսով ոչ, որտեղ նախկին կառավարության ու նախկին իշխանության ժամանակ փոխվեց այս սահմանադրական կարգը եւ այս սուպեր վարչապետության մոդելը, որը նույնիսկ իրենք տեստ չէին արել, այսօր ըստ ձեզ հենց այդտեղ չի խնդրեմը այդ երկխոսության բալանսավորի, որտեղ կար նախագահի ինստիտուտ այն ժամանակ, չէ, կար վարչապետի ինստիտուտ, ընդ որում ոչ ցենց սուպեր լիազորություններով, հա, հիմա մենք ունենք սուպեր վարչապետության լիազորություններով, այստեղ անձերինի նկատի չունեմ, այլ ես որ նայում եմ, ասենք խնդիրը նաև ոնց է, չէ, որ լիքը բաներ քննարկվում է, բայց բոլորը ասում են լավ գնանք այնտեղ ոնց որ ասած բանի իտոգի, հա, կներեք ռուսերեն բառից համար, բայց այդ հակակշռումը ավելի նվազել է։ Նույնը այդ մեր երազած, այսպես ասած, որ ազգային ժողովը խորհրդարանական երկիր լինենք բալանսավորի, կարելի ասել դա երազանքների անից է։ Այո, ես նախ գիտեք, շատ հանգիստ եմ վերաբերվում քննադատությանը ու ասեմ ավելի, նույնիսկ որոշ տեղերը ողջունում եմ, որովհետև հնարավոր չէ, որ դու ամեն ինչ անես շատ ճիշտ։ Ու ժամանակը միշտ ի վեր է անում, որն էր ճիշտ, որն էր սխալ։ Իրականում ժամանակը ցույց տվեց, որ այսօրվա դրությամբ նայում մեկ անձի կառավարում մենք ունենք։ Մոդելը հիմքը դրված է վարչապետականը, թե խորհրդարանականը, թե կիսանախագահականը, կարծում եմ որոշակիորեն օգնել է, այո, խորհրդականը, բայց այդտեղ ամենակարևոր խնդիրն է։ Ինչն է դրա հետևանքը, որովհետև դա փաստ է, որ այսօրվա դրությամբ մենք բոլորս տեսնում ենք, որ մեկ անձի կառավարում է։ Նա կարող է SMS-ով ենթադրենք դատական խորհրդի վրա ազդել, նա կարող է SMS-ով խորհրդարանի падգամավորների վրա ազդել եւ այլն։ Ինչ է սա նշանակում։ Ես այստեղ միշտ հողում եմ ուզում կատարեմ ակադեմիական աշխարհում իմ շատ սիրած տնտեսագետ տնտեսագետներին, որոնք որ Նոբելյան մրցանակ ստացան 23 թվականին, դա Դարոն Աճեմօղլուն է, Սայմոն Ջոնսոնը եւ Ռոբինսոնը։ Նրանք դե իհարկե գիտեք հանրահայտ աշխատություն ունեն Ռոբինսոնը եւ Դարոն Աճեմօղլուն, թե ինչու համար են ազգերը ձախողվում, հա, ինքը խոսում է այնքան բարգավաճման բարեկեցության մասին եւ երբ որ Սայմոն Ջոնսոնը միացել է, այդտեղ նաեւ ամրացրել են նաեւ քաղաքական մասը։ Ինչու՞մ է թեզը։ Նրանք վիճում են, որ իրականում prosperity աճ, տնտեսական աճ անելու համար գնալով հիմնավորելով Ջոզեֆ Շումպետերի տեսությունը, որը գիտեք, շատ հանրահայտ է disruptive innovation տեսությունը, փլուզող ինովացիաներով, ասում է, որ տնտեսությունը առաջ քաշողը հենց այդ ինովացիաներն է, գիտությունն է, որ անընդհատ դու կարողանում ես աճես, հա։ Ինովացիաների սեփականատերը սովորաբար ունեն գայթակղություն, չէ՞ որ այդ ինովացիաներից նրանք ռենտա են հավաքում։ Հետևաբար ունեն գայթակղություն, որ դա անընդհատ պաշտպանեն։ Եթե պատենտով մեկ անգամ պաշտպանում են, բայց կա նաև այդտեղ խնդիր, որ կարող են նոր ինովացիաներ գալ։ Իրանք ունեն, եթե քեզ մոտ այստեղ պետք է քո տնտեսական աճին, որպեսզի անընդհատ այդ թափանիվը պատտվի։ Օգնության է գալի, իրանք ասում են political pluralism, քաղաքական բազմակարծություն։ Այդ ինստիտուտը պետք է աշխատի, որը որ թույլ չտա այս նեղ շահերով մարդ մասանց ուզում պարծնեն ամեն ինչ, ասեն չպաշտպանեն, անընդհատ մենակ իրեն շահերի, եթե դա լինում է, քո տնտեսական բարեկեցությունը եւ տնտեսական զարգացումը կանգ է առնում։ Իսկ որպեսզի կանգ չառնի, պետք է լինի անպայման դեմոկրատական ինստիտուտներ են նրանք ասում բանով եւ այդ դեմոկրատական ինստիտուտը, երբ որ քո իշխանության թևերը տարանջատված են, այսինքն դատական իշխանությունը, պարլամենտական իշխանությունը եւ այլ, այո, գործադիր տարանջատված են եւ կան հակակշիռներ։ Եվ այդ հակակշիռների արդյունքում այն նեղ շահերով խումբը ինքը չունի բավարար լծակներ, որպեսզի միայն իր շահերը բանի։ Եթե դա սահմանափակվում է, ուրեմն տեսեք, իմիջայլոց նաև Դարոնենց եւ Սայմոն Ջոնսոնի այդ աշխատություններին կան նաև քննադատներ, որոշների հետ ես համաձայն եմ, ասենք օրինակ որոշները ասում են, որ գիտեք դա այդքան էլ այդպես չի, որովհետև դու պետք է նախ առաջինը դեմոկրատական ինստիտուտները բավականին թանկ են, որովհետև դրա դեմոկրատական ինստիտուտներում դու պետք է ունենաս նաև բարեկեցիկ չինովնիկ, որը որ բարեկիրթ եւ խելացի է, որովհետեւ նա կարողանա իրացնել եւ դա ուտոպիա է, այլ ասեմ։ Եվ դա պետք է, այո։ Ու կա նաեւ աշխարհագրական տնտեսագիտության ջատագովներ, որոնք որ ասենք եւս քննադատում են, բայց վերջի, հա, ասեք ձեր միտքը ավարտեք հետ գանք։ Տեսեք, այնտեղ
դար ունենք երկու տեսակի, ասում են տնտեսական զարգացումը թեկուս, եթե երկու մոդել կա, հա, մեկը դեմոկրատական ինստիտուտների վրա հիմնված, դու ասում ես հայտարարում ես լիբերալ տնտեսական քաղաքականության մասին, ազատական տնտեսական քաղաքականության մասին, եւ երկրորդը ասենք Չինաստանի, Հարավային Կորեայի, Սինգապուրի մոդելն է, կենտրոնացված կառավարում եւ ավելի շատ կառավարության միջամտություն։ Ամենավտանգավոր ու ամենավատ խնդիրը, որ զարգացումը խեղդում է ուղղակի օրորոցում, դա իրանք տերմին ունեն latent democracy, latent դեմոկրատիան է։ Ինչու, որտեղ դու հայտարարում ես լիբերալ տնտեսության մասին, բայց անում ես ուրիշ բան, ուզուպրացրել ես դու բոլոր տեսակի թևերը, դու այդ քո լծակները բացառապես օգտագործում ես քո սեփական նեղ անձնային եւ նեղ խմբային շահերի մասին եւ այդ արդյունքում այդ եկամուտների վերաբաշխում եւ այլ ես նույնիսկ հեռու եմ գնում այն բանից, այսինքն չեմ մտնում այն դաշտ, որի այսպես ասած բաները ասենք նույնիսկ եթե շահ ինչ որ նեղ անձնային շահ չի, բան, այստեղ պարզագույն լոգիկա է, երբ որ դու չունես դիմացդ քրիտիկա կամ փակել ես այդ քրիտիկայի հնարավորությունը, որոշումներդ կայացնելու սխալվելու հավանականությունը մեծ է։ Միանշանակ, հենց pluralistic democracy հենց դա է, էլի։ Հետ գալով բանով, այս մեր համաշխարհային բանկի զեկույցի մրցակցային մասով ու էլի հետ գալով են իմ առաջի տված հարցին, որ մենք ունենք այդ մանրածախ առևտրի ոլորտում օրինակ հենց այդ էլի սուպերմարկետների ցանցը, որ Երևանում նրանց բաժին է ընկնում 66%, իսկ նրանցից մեկը միայն 43.6%։ Հետո համեմատականները տանում զեկույցը, որ դա այն որ մենք մեր խոսքում ասացինք, որ ի վերջո դա նաև ազդում է ոչ միայն փոքր բիզնեսը, որ դժվարությամբ է մտնում շուկա վաճառքի, այլ նաև իրական սպառողը, իրական մեր քաղաքացիները գների եւ բարձրանալը եւ տատանվելը, բարձրանալը տեսնում են իրենց վրա, բայց հակառակը չեն տեսնում։ Օրինակ է բերված այնտեղ, օրինակ հենց այդ նույն ցորենի բանի գինը, որ բարձրացել է 24 թվականին, հետո նորից իջել է, բայց ասենք իջել է լավաշի գին, ասենք 5 ու քանի տոկոս իջել էր բանում արտադրողի մոտ, իսկ այստեղ հակառակը 4 ու քանի տոկոս եւ այլն։ Մեր նախազրույցում շատ լավ օրինակ բերեցիք բենզինի շուկան, որ համաշխարհային դա էլ է բերվում ընդ որում, որ համաշխարհային նույնիսկ այդ բորսային ապրանքների գները իջնում է, բայց վերջնական սպառողին, բոլորս հասկանում ենք, որ ինչ որ ժամանակ է պետք, բայց այդ ժամանակն էլ անցնում է, վերջնական սպառողը ի վերջո առնում է նույն թանկ բենզինը, նույն թանկ բանը եւ այլն, էլի։ Այսինքն այս մրցակցային կտորը ոչ միայն այդ բանի խնդիր է, այլ հենց յուրաքանչյուր քաղաքացու վրա է ազդում։ Այո, գիտեք, դա շատ ճիշտ եք ասում, որովհետև եթե զուտ միկրոէկոնոմիկայով նայենք, ասենք պարզ տեսությամբ վերցնում ենք կորերը, եթե օլիգոպոլացված շուկա է քեզ մոտ, իսկ օլիգոպոլյան դա հեշտությամբ կարող ես, եթե բոլորը գալիս են համաձայնության, իսկ կարծում եմ օլիգոպոլ շուկաներում հեշտ է, մանավանդ փոքր երկրում, երբ որ մեկը մյուսին ճանաչում են, համաձայնության գալը շատ ավելի հեշտ է։ Դա նշանակում է նրանք կարող են գին թելադրել, ընդ որում այդ գինը լինի շատ ավելի բարձր, քան թե շուկայական իրականությունն է, այլ մրցակցային շուկան կլինի, հա, մոնոպոլ մրցակցային շուկան կլինի, եւ դրա վերջնական կրողը լինում է իհարկե սպառողը։ Դա տնտեսության մեջ նախ առաջինը խժռում է, կոչվում է consumer welfare, սպառողի բարեկեցությունն է խժռում։ Տնտեսության մեջ ստեղծում է dead weight loss, մեռած ծախքեր, որովհետեւ այդ վերաբաշխումը տեղի չունենում, այլ հավասար պայմաններում, երբ որ այդ բարեկից կարող էին օգտվել շատերը, հա, ասենք որպեսզի մեզ ունկնդրողները լավ հասկանան, 1 միլիոն դրամը 10 հոգու ձեռքը եւ 1 միլիոն դրամը 1 հոգու ձեռքը տարբեր արդյունքներ են տալի։ Եվ դրա արդյունքում պրոցես մեռած մասին սկսում է ինչ-որ տեղ խնայել կամ եւ այստեղ հարց է առաջանում, ասենք ստեղ շատ կարեւոր է, որ քո հակամենաշնորհային կոմիտեն կամ տնտեսական մրցակցության պաշտպանության օրենը ունենա եւ բավարար լծակներ, բայց միայն բավարար լծակները հասկանում եք օրենքով գրելը չի դա, նաեւ պետք է ունենա կարողություններ, վելություններ անելու, որովհետեւ մենք միշտ խոսում ենք սովորաբար ոնց են entry bar այս մուտքի խոչընդոտներ անում, խոշորները ունեն բավական մենք արդեն խոսեցինք, ասենք նույն խոշոր սուպերմարկետները ունեն գին թելադրելու բավականին մեծ ներուժ, որովհետև նրանց մոտ է պատտվում ամբողջ առևտրաշրջանառությունը, եթե դու ուզում ես քո ապրանքը վաճառես, պետք է գնաս իրենց դուռը եւ այստեղ պետք է կանոններ սահմանեն, որպեսզի նրանք չկարողանան չարաշահեն։ Եվ այդ կանոնները պետք է ոչ միայն սահմանել, այլ նաեւ հետեւել եւ վերլուծություններով փորձել դա ազդել։ Ամբողջ աշխարհում գիտեք, սա լուրջ մարտահրավեր է եւ եթե տնտեսական մրցակցության
պաշտպանության կոմիտեն իր կարողություններով կախում է, այդտեղ միշտ գերիշխողները ունեն բազմաթիվ լծակներ։ Ես համաձայն եմ ձեր հետ, որ այո, տարբեր նույնիսկ եվրոպական երկրներում դուք տեսնում եք, որ կան ցանցեր, բայց էլի հիմա անկախ նրանից, որ համաձայն չեմ այդ, որ ասում են համադրելի երկրներ, բայց նույնիսկ այդ համեմատությամբ մենք այդ համադրելի երկրներից վատ վիճակում ենք, այսինքն այդ 4, որոնք չեն նշում անվանական որն է, բայց հասկանում ենք, մենք վիզուալներ ենք տեսնում, էլի, որոնք են ավելաշատ 4 սուպերմարկետների ցանցից մեկը գերիշխող է, 4-ը իրար հետ ամբողջ շուկայի գերիշխողն է։ Գումարած ձեր խոսքում ասցիք, դրան էլ եմ ուզում անդրադառնամ, որ էլի ի պատիվ իրենց զեկույցում անդրադարձել են, դա այդ փոքր արտադրողների խնդիրն է, որը գիտեք, որ ցավոք սրտի թե քանակական, թե իրենց ստացած արդյունքով այսօր մեր երկրում վատ վիճակում է։ Նույն ՓՄԶ-ի վրա, եթե մենք նայենք, 50%-ից ավելը մեր ՓՄԶ-ից զբաղված է էլի առևտրով, այսինքն արտադրությամբ զբաղված են 10-ից 12% էլի ՓՄԶ-ի, այսինքն շատ վատ վիճակ է։ Հիմա ինչ ասում, սա բերում է նաև նրան զեկույցում, որ օրինակ սուպերմարկետներում սեփական պիտակավորման ապրանքներն են հայտնվում։ Գիտեք այդ հանդիպմանները, այսինքն նույն սուպերմարկետը սկսում է տեսնել ինչ ապրանքը լավ է վաճառվում, ինքը իր անունով սկսում է դա արտադրել, այն փոքրին շպրտում է դուրս։ Դա կոչվում է predatory policy, գիշատիչի քաղաքականություն, հենց դրա համար եմ ասում, այստեղ պետք է բավականին պետությունը մեծ միջամտություն անի եւ գործիքակազմ ունենա, որովհետեւ իրականում դա ամբողջ աշխարհում այդպես է, նրանք ունեն այդպիսի հնարավորություն խոշորները, հասկանում եք, ես էլ չեմ ասում, որ շատ դեպքերում կարող են նաև փոխկապակցված լինեն կառավարության հետ եւ օգտագործեն կառավարության լծակները։ Սա էլ փոքր երկրներին բնորոշ բան է։ Դրա համար պետք է ուշադրություն դարձնեն եւ այո, պետք է կանոններ սահմանեն, որովհետեւ գիտեք, նույնիսկ ասենք խոշոր սուպերմարկետներում, նույն Միացյալ Նահանգներում օրինակ կան շատ կոշտ կանոններ, ասենք Costco-ի կամ եթե Walmart-ի, որպեսզի դու նրանց պահարանում տեղ զբաղեցնես, այնտեղ կա կանոններ, այնպես չի, որ իրանք պետք է կարողանան ճնշեն փոքր ու միջինը։ Փոքր միջին մեջը միշտ է պետությունը շատ լավ հասկանալով, որ փոքր միջինի մարտնչելու, պայքարելու գործիքները բավականին թույլ են, անհամաչափ են խոշորի հետ։ Եվ եթե պետությունը փոքր ու միջինի կոպիտ ասած մեջքին չկանգնի, բան միշտ խոշորը այդ ձեր ասած predatory policy-ն, այսինքն գիշատիչի քաղաքականությունը անելու է։ Ինչով է սա վատ։ Սա վատ է նրանով, եթե հիշում եք իմ խոսքի սկզբում ասացի, որ մենք պետք է կարողանանք ունենանք մեխանիզմ, որ նորածինը դառնա չափահաս, չափահասը դառնա արդեն բարեկեցիկ կյանքով արդեն ապրող արդեն միջին տարիքի եւ բարձր տարիքի եւ այս գրադացիան պետք է անդադ շարունակվի։ Եթե այնպես է լինում, որ դու օրոցում կամ փոքր տարիքում արդեն համակարգդ այնպես է, որ ուժեղ տղաները, ասենք 20 տարեկանը միանգամից 4 տարեկան, 5 տարեկանին սկսում են ճնշել, բնականաբար կամ սպանել աճը կանգնում է եւ դա նշանակում է վերարտադրության ցիկլ տեքո մոտ փակվում։ Սա լուրջ վտանգավոր բան է, անկեղծ ասել, դրա համար շատ երկրներում, Կոբ ջան, փոքր ու միջին բիզնեսի հետ կապված խնդիրները էկոնոմիկայի նախարարության անմիջական հսկողության տակ են, ընդ որում դա բերում է ընդհանուր միջև ասենք պատասխանատուներ ու բավականին լուրջ նրանք ագրեսիվ ու գիտեք միշտ լինում են նաև մեծ բանավեճեր, ասենք էկոնոմիկայի նախարարություն, ես որպես համաշխարհային բանկի որտատու երբեմն տեսել եմ այդ բանավեճը եւ դա առողջ բանավեճ է, դա շատ նորմալ է։ Երբ որ մեկ կառույցը, անկախ նրանից կլինի դա էկոնոմիկայի նախարարությունը, թե ՊԿ, թե ֆինանսային նախարարություն դոմինանտ է լինում, քո տնտեսական քաղաքականության մեջ խորոշներ է առաջանում։ Իսկ դոմինանտությունը գալիս է նաև գիտելիքների պակասից եւ կարողություններից։ Եթե նաև քաղաքական բաներից, այո։ Նաև դրանից ես ընդունում եմ, բայց ամեն դեպքում գիտեք, Ակոբյան, մի փոքր ձեզ անկեղծ բան ասեմ, քաղաքականության մեջ չեմ հերքում այն ձեր առաջ, քաղաքականության մեջ գիտեք, այստեղ իրականում ինչ պակաս փաստաթուղթ, այսինքն մասնագիտական հաշվարկ է, պետքա դրան հորինած չի, չէ՞, այսինքն թվերը, որի մասի խոսում են, դա գիտեք, համաշխարհային բանկը իմիջալոց ինչն է ասում, նա առաջի կարգի դիագնոստիկան է ասում, ժողովուրդ, ձեր տնտեսության մեջ ձեր օրգանիզմը ջերմությունը 38.5 է։
արդեն ու գնալով իր մոտ կարծես թե վատանում է։ Ես նայում եմ մնացածը ունեն 36, 38, 36.8 այդ աշանի ջերմություններ, որով նորմալ է, բայց քեզ մոտ 38 է, նշանակում է դու ջերմություն ունես, պետք է գնաս միջամտություն անես։ Զուգահեռվում է ձեր ասած բանը, որ մենք 22 թվին ունենք երկնիշ տնտեսական աճ, 23-ին իջավ, 24-ին արդեն կառուցվածքի դա նշանակում է, որ պետք է արագ գործողություն անեն։ Ասեմ ավելին, այնտեղ կա նաև արտադրողականության մասը, Հակոբ ջան, ես եթե կհիշեք, այնտեղ անդրադարձկա, որ հենց այս շուկայում, այսինքն մանրածախ առևտրի ոլորտում աշխատողների արտադրողականությունը ցածր է, բայց միևնույն ժամանակ այն որ ասում է սովորական լեզվով եթե ասենք, նրանք աշխատողի խնդիր չունեն, որովհետև դա այն ամենայն չէ, հեշտ ընդունվող բանն է, աշխատատեղերն է, եւ արագ իրանք բանեն։ Տեսեք, ամենակարևոր բանը ինչն է, խոշորները իրականում, նրանք պետք է քանի որ կապը քո քաղաքականությունը պետք է այնպես լինի, իդեպ նախապես ասեմ, այն ինչ որ ասելու եմ, դա բավականին լուրջ մարտահրավեր է, բայց ոչ անիրագործելի, եւ բոլորը դա են տկնում, որպեսզի աներ։ Խոշորներին դու պետք է ուղղես դեպի ավելի մեծ ռիսկային, բայց ավելի մեծ scale effect-ով տեղեր, արտադրության։ Դա հիմնականում արտանելի հատվածն է, որ գումարը գնա այնտեղ, որտեղ արտանելի հատվածը Հակոբ ջան, նա ավելի մեծ այսպես ասած ռիսկերով տեղն է բանում, նա մրցում է ամբողջ աշխարհում մոնոպոլ մրցակցային դաշտում։ Հետո երկրի տնտեսությունն ուժեղացնելու ամենահարմար։ Բայց կա ես 2004 թվականին իմ Թավս համալսարանում իմ պրոֆեսորներից մեկի հետ մեկը վերլուծություն կատարեցինք միկրոմակարդակից, ուղղակի նայելով թե որ սեկտորները որտեղ է ամենաբարձր արտադրողականությունը եւ դա բոլոր երկրների թվերի վրա ապացուցվեց, որ արտանելի հատվածը ամենաբարձր արտադրողական տեղն է եւ արտադրողականության աճը այդ productivity upgrade այնտեղից պետք է գա, այնտեղից պետք է գա, դու չպետք է ծանաբեռնես մնացած մեզ մոտ շատ եւ սա վտանգավոր բան է, հենց դրա համար եմ ասում, եթե հիշում եք իմ ելույթի ժամանակ երբ որ այդ զեկույցի մասին մենք պետք է ուշադրություն դարձնենք մեր տնտեսական կառուցվածքի, մեր գերակշռ տնտեսական կառուցվածքի մեջ, գերակշռը ոչ արտանելի հատվածն է, այնտեղ productivity upgrade այդ արտադրողականության բանը սահմանափակ է, դու շինարարության մասով որքան է տեխնոլոգիաներ կիրառես չես կարող ենթադրենք ժամում 4 պատ շարելը փոխանցես ասենք ժամում 50 պատ շարելով, դա հնարավոր չէ, հասկանաք, սահմանափակություն կա այդտեղ, որը չես կարող ասես օրինակ արդյունաբերության մեջ եւ արտադրության մեջ, որտեղ արդյունաբերության մեջ եթե նայում ենք օրինակ 20 տարի առաջ կամ 30 տարի առաջ ես ինքս օրինակ եղել եմ BMW-ի գործարանում, որտեղ որ BMW-ի շարժիչների արտադրության գործարանում, պատկերացեք հեկտարներով տարածքեր, ընդամենը աշխատում էին 25 հոգի։ Դրանից 30 տարի առաջ աշխատում էին 300 հոգի, հասկանում եք, որովհետև հիմա ռոբոտներն են աշխատում եւ հիմա էլ գիտեք AI-ը մտնում է արդեն շատ տեղեր, հիմնականում տեխնոլոգիական բաներում AI դու չես կարող օրինակի համար ենթենք ռեստորանային բիզնեսում կիրառես։ Սահմանափակ է։ Ցավոք սրտի մեր հաղորդումը արդեն մոտենում է ավարտին, ուզում եմ մենք ճիշտ մեսիջներով ամփոփենք։ Ձեզանից խոստում կորզելով, որ տարին ավարտվի մի հատ էլ տարվա ամփոփումը իրար հետ անենք էլի այս տեսանկյունից, եթե ժամանակ կգտնեք մեզ համար, շատ ուրախ կլինենք։ Այնուամենայնիվ էլի փորձենք հիմա ես հիշում եմ ինչ որ հարցազրույցներից մեկում գործող ֆինանսների նախարարին հարց ուղղեց լրագրողը իր գործունեությունը տենց նախկին ֆինանսների նախարարների եւ այլնի հետ ոնց է հարաբերվում են, ես գիտեմ որ ինքը տենց նորմալ գործընկերային է եւ նաեւ շեշտեց որ ներսում համեմատում են ձեր ձեր ժամանակվա աշխատելավոճի հետ բնական է հիմա կարող է ինչ-որ բան հարց տան, բայց էլի օգտագործելով այս հողը տենց ինչպիսի 3, բայց կխնդրեմ համառոտ, որտեվ շատ քիչ է ժամանակը, 3 գործողություն կանեիք, ոչ ամբողջ ֆիննախի, այլ հենց այս հարցերը լուծելու մասով։ Ես անկեղծ լինեմ ֆինանսների նախարարության գործիքները փոքր միջին բիզնեսը հավատացեք նրանց գործիքները որովհետև գիտեք ձմերուկը որպեսզի կտրես դու պետք է օգտագործես դանակ եւ ոչ թե մուրճը որ կտրեցիր դա փլուզվելու է դրա համար ֆինանսների նախարարությանը ես օրինակ միշտ իմ թեզերի մեջ ասում լսեք ժողովուրդ ջան դուք մի կառույցին չպետք է ծանաբեռնեք բոլոր հարցերով որովհետեւ եթե դուք ծանաբեռնեցիք այդ հարցով ինքը անելու այն ինչ որ պետք է անի
Եթե դուք իրան օրինակ տալիս եք իր առաջ դնում եք, ենթադրենք տնտեսական աճի հետ կապված խնդիր, նա գլոբալ մակրո մակարդակով է անելու, միկրո մակարդակով դա հիմնականում էկոնոմիկայի նախարարությունն է։ Ամենակարևոր բաները, նախ ես շատ ուրախ եմ, որ այդպես է։ Ես կարծում եմ, գիտեք, իրականում այնտեղ կարևորագույն մոտեցումներից մեկը, երբ որ կառույցի ղեկավարը լսում է նաև իր ենթականներին, սա շատ լավ մոտեցում է։ Բայց ամենամեծ խնդիրը, որը ոչ թե ֆինանսային նախաձեռնում, այլ կառավարությունում է բացակայում, դա այսպես ասած accountability-ին եւ predictability, կանխատեսելիության եւ հաշվետվողականության խնդիրն է։ Այստեղ մենք ունենք իրականում խոռոչ բանով։ Հաշվետվողականությունը իրականում կարևոր է նրանով, որ եւ կանխատեսելիությունը իրար հետ փոխկապակցված են իրականում։ Երբ որ դու մի բան խոստանում ես, եւ հետո դա չես անում, սա քո վարկունակությանը խփում է։ Իսկ եթե քո վարկունակությունը խփում է, դա ստեղծում է մշուշ ապագայի նկատմամբ։ Լինի փոքր ու միջին բիզնես, թե խոշոր բիզնես, հասկանում եք, այս մշուշոտ ապագայի մասով նա այլ ճանապարհներ է փնտրում։ Եվ սա վտանգավոր է, հասկանում եք, որովհետև երբ որ տեսեք, կա երկու տեսակի քաղաքականություն, երբ որ առաջինը, երբ որ գլոբալ է բոլորի համար, դու մի բան ասում ես եւ դա delivers են ցույց ես տալի։ Այս մասով մենք ունենք լուրջ խոռոչ։ Երկրորդ բանը, եթե սա չի լինում, տնտեսվարողը սկսում է մտածել արդեն այլ ճանապարհների մասին։ Մոտիկություն անել, ենթադրենք, այս չինովնիկի հետ, որպեսզի իր հարցը առաջ տանի, ընդհանուր պլատֆորմա չկա, այսպեսի սկսում են ամենավտանգավորը դա արտագաղթելն է։ Այո, սա արդեն խնդիր է եւ դա իրականում բոլորի վրա է տարածվում։ Փոքր միջին բիզնեսի համար դժկամությունները առաջացնում, որպեսզի նա համարձակ գնա առաջ, որտեղ համարձակ գնալու համար քիչ է, որ այն ռիսկերը, որ այստեղ արձածվել են, հələ մի հատ էլ ավելանում է ապագայի նկատմամբ քաղաքականության անորոշությունը, ինչը լինելու ապագայում, հասկանում եք, եւ անակնկալներն էլ իմիջիայլոց վտանգավոր են։ Լավ է, որ օրինակ մենք 17 թվականին առաջինը հրապարակեցինք զեկույցը այդ մեր վերլուծության, ազդակը տվեցինք մենք տնտեսվարողների միջին փոքր բոլորին, որ ինչ է լինելու հարկային քաղաքականության ապագան։ Եվ հետո նորանից հետո դրանից կատարեցինք փոփոխություններ։ Սա կարևոր է, որպեսզի տնտեսվարողը դիրքավորվի։ Տնտեսվարողի համար, այո, տնտեսվարողի համար շատ հաճախ փոխել խայական, օրինակ հիմա ես մասնավոր հատվածում եմ, ես անկեղծ ասեմ, իմ հաշվապանները այսօրվա դրությամբ պանիկայի մեջ են, որովհետև մտել է առողջապահության ապահովագրությունը, եւ այստեղ պատկերացրեք հայկական ծրագրերը պետք է լուրջ փոփոխություններ կատարեն, մենք ցանկանում ենք ենթադրենք կանխավճարներ տանք մեր աշխատակիցներին, որը սովորաբար անում ենք, եւ հաշվապանները պանիկայի մեջ են, ՀԾ ծրագրում պետքա ձեռքով անեցան, սա անակնկալ էր, կամ նույնը ենթադրենք երբեմն լինում է ենթադրենք հարկման դաշտում, երբ որ առանց դու քո քաղաքականության ուղղությունը ասելով փոփոխություն ես կատարում։ Շատ լավ, իրականում սպասենք, իրականում շատ կարևոր է այդ ապագայի կանոնները, մանավանդ որ հիմա ֆիննախահար հայտարարել է, որ մտադրությունն են հարկային օրենսգիրքը ամբողջական փոխելու, ինձ թվում է այստեղ նաև մենք որպես փորձագիտական համայնք պետք է անելիք ունենք, որ գոնե կարողանանք ճիշտ երկխոսություն ապահովենք, որտեղ բիզնեսի ամենակարևոր կանոնները սահմանող օրենքն է դա, փորձենք այդտեղ ավելի համակարգված երկխոսել, տեսնենք ինչ կստացվի։ Ցավոք մեր հաղորդումը մոտենում է ավարտին, բայց եկեք տարի վերջը ամփոփի, ես էլ մի քիչ PMZ-ի թվերը արդեն ստանամ պետական վիճակագրությամբ, մի քիչ դրա մասին խոսենք, եթե դեմ չեք։ Սիրով։ Եվս մեկ անգամ շատ շնորհակալ եմ։ Ես եմ շնորհակալ։ Այսքանն էր այսօրվա Արկեր Թուրքեր կրքերը, կհանդիպենք, լավ եղեք։